Չես պաշտպանում։ Միլիարդեր Ռուբեն Վարդանյան իր կյանքը դրել է։ Տեսեք որտեղ է այս վիճակում ասում է Արցախը մեր հայրենիքն է։ Մի հատ սիրելիներս, այնով որ պայքարից հրաժարվում է, որ պատրաստ է հայրենիքը տալու, մի հատ տեսեք է միլիարդեր, որ ամեն ինչ ուներ այս կյանքում։ Միլիարդեր թիվ 1 բարերար է հայ ժողովրդի։ Սամվել Կարապետյան այդ ամեն ինչը դրել է, չէ՞, դուրս է եկել պայքարի։ Դե դա մասում։ Ինչի՞ մաս, մի հատ հələ տեսեք էլի, այս մարդիկ, նախագահ մարդիկ, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, որ միջև վերջին հայը մնացին այնտեղ դուրս չեկան, իրանց կյանքը դրեցին, չէ՞, իրանց կյանքը դրել են, հիմա դրել են, չգիտեմ ինչի տակ, ասենք այս մարդիկ, մի հատ տեսեք հələ ինչ օրինակներ ունենք, էլի մեր առջև, ինչ մարդիկ ունենք մենք։ Նույն սրբազանները, մոռանում ենք 3 սրբազան, երկուսը որ կոնկրետ, մեկը կոնկրետ թեմերի առաջնորդներ, ստատուսները պետք է ասվի։ Ահա, հիմա Նիկոլի պարտությունները նայեք, առաջինը, եթե դու պարտված ես, եթե դու քո արևին ժողովրդի կողմից ձայն ունես, ինչ ես ընտրված քաղաքապետին փակել տարել։ Վարյամ, դի Վարդան Ղուկասյանին, ինչ ես փակել։ Բայց եթե դու վախ չունես, եթե քո արևին դու ձայն ունես ժողովրդը, դու գիտես չէ՞ ժողովրդը քո հետևից չի։ Հարց. Ինչ տեղի ունեցավ Փարաքյարի համայնքապետի հետ, պարոն Նահապետյան։ Եթե դուք այտենց ռիսկը ինչ տեղ է։ Եթե անգամ վրեժ կար դու ես մեղավոր, եթե ձեր արածներ էլի դուք, ինչ մարդուն կոնկրետ սպանեցին Փարաքյարի, եթե բան չունեք, եթե դու գիտես որ պետք է հաղթես, եթե ճիշտ օրինակներ բերեց պարոն Նահապետյանը, եթե դու տենց քո վրա վստահ ես, լույսեր ինչի անջատեցիք։ Էջմիածնում։ Այդ ցուցակները համատարած ցուցակները ինչի է կեղծել համատեղ, եթե դու տենց վստահ ես։ Այսինքն դու գիտես, չէ՞։ Անժելա, իրենք վստահ են, բայց վստահ են որ պարտվելու են։ Այդ դրա համար այդ կեղծիքներին գնացել։ Մեկը էլի աշխատանքը մնում է ընդդիմությանը։ Եթե ընդդիմության այդ առաջնորդներին չմոլորեցնեն այս իրանց խորհրդատուներն ու բաները, իրանց դեմքով, իրանց ուժերով, հանրապետականը, երրորդ նախագահը, երկրորդ նախագահը, Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Վարդանյանի թիմը, Սամվել Կարապետյանի թիմը, Հայաքվեն, մտնեն Թաթոյանը, միանան բոլորը մտնեն պայքարի մեջ, ուրիշ պատկեր է լինելու։ Իսկ հիմա հայ առաքելական եկեղեցու կողքը բոլորը որևէ մեկը կասկածում է, որ բոլորը կանգնած են։ Չէ, այդտեղ վստահաբար բոլորը կանգնած են։ Ահա, Դենց որ այդքան էլ հարց չի։ Իսկ ինչ մնում է աշկալուսանք մեր ժողովրդին։ Նիկոլը իր ազգային ժողովում ելույթում ասաց, որ չպետք է թույլ տամ, այսինքն ինքը այս գլխից վախ ունի, սարսափ ունի երկրորդ եւ երրորդ նախագահներից եւ իր թիմերից, ասում է թույլ չէ, ով է քեզ թույլ տվել։ Այսինքն ինքը վախ ունի, չէ՞ որ այսպեսի հայտարարություններ անում։ Խնդրեմ։ Դե ամեն դեպքում ինքը, գիտեք ինչ, վախերի մասին որ խոսում եք, այդ մարդու վախի մարմնավորումն ու խտացումն է, ինքը որպես բնույթով այդպեսին է։ Ինքը եւ վախկոտ մարդն է վրեժ խնդիր, վախկոտ մարդն է դաժան, վախկոտ մարդն է նենգ, վախկոտ մարդն է քենախնդիր, վախկոտ մարդն է արծաթասեր։ Երբ որ ուշադրություն դարձեք մարդու բնութագիրը, հա, նայեք։ Իր այս բոլոր քայլերը ես որ թվարկեցի, դա վախի դրսևորում է։ Եվ ընդհանրապես հաղթելու համար պետք է ոչ թե մարդկանց մեջ վախ մտցնել, ընդհանրապես պետք է մեր հայրենիքը եւ մեր հավատը տեր կանգնել, սիրել ու պաշտպանել։ Այսինքն ստեղ արդեն խոսում է սերը։ Այսինքն Նիկոլի գործիքը վախն է, հավասիկ այդ բանտերը լցնելու իմաստը ո՞րն է, վախը։ Մեր ուժը սերն է։ Մենք սիրում ենք մեր ծնողներին, սիրում ենք մեր հայրենիքը, սիրում ենք մեր արունակցին, սիրում ենք մեր Տեր Աստծուն։ Այսինքն այստեղ ջրբաժանը մի կողմից սերն է, մյուս կողմից վախը։ Ահավասիկ, սերը Աստծո գործիքն է, վախը սատանայի։ Բայց տեսնեք, սերը ինչքան ուժեղ է, հայրենիքի զգացողությունը ինչքան ուժեղ է, Փարաքյարում համայնքապետ են սպանում, ընտրված նախագահին փակում են, ձերբակալում, ընտրված քաղաքապետին։ Ես իմ 10 քանի հոգու վրա գործ են հարուցում, 3 սրբազան են կալանավորում, 40 քաղբանտարկյալ, ընտրությունների ժամանակ Հարուզ Արշավի ընթացքում քրեական գործեր են հարուցում, առևանգում են մարդկանց։ 40 հոգուց ավելի Գյումրիում են քրեական գործ հարուցում, 20 հոգի էլ նստած են։ Միևնույնն է, գիտակից մասան հասկանում է, որ մենք ցեղասպանվելու ենք, դուրս են եկել պայքարի եւ գնում են շարունակում են ընտրել, շարունակում են պայքարել, այո։ Որտեւ մենք հիմա ասում ենք ժողովուրդը սենսից, բայց տեսեք, այս ամեն ինչից հետո 36 ամբողջ քանի տոկոսը գիտակցում է, որ ինքը ցեղասպանության առջև է կանգնած, որ գալու են եւ մեզ այստեղ չգիտեմ ինչ են անելու, այսինքն գիտենք ինչի չգիտենք ինչ են անելու, եթե չգիտեք թուրքերը առհասարակ ուր որ մտնում են ինչ են անում են, չէ, Արցախում Պուտինի
բանով, ինչ ասեմ, միջամտությամբ դուրս ա եկել, այո, ցեղասպանությունը կասեցեց, դա միայն ու միայն Պուտինի շնորհիվ ա եղել, այս 2-3 միլիոնին այդ ով ա փրկելու, ոնց են փրկվելու, այդ կամ ուր են գնալու, այդ ամեն ինչը հաշվի առել եք, թե